Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսի հետ զրուցակիցները քննարկել են Հայաստան ԵԽ գործընկերությանը կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը եւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի եւ միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն եւ տարածաշրջանային առաջընթաց։ Հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում արտգործնախարարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայի նկատմամբ բեմադրված դատավարություններին։ Նյու Դելիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնացույցը, որին հաջորդել է օնլայնված կազմով հանդիպումը։ Արտաքին գործերի նախարարները ստորագրել են ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխհմբռնման հուշագիր եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս եւ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եւ Հնդկաստանի Հանրապետության առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում գործակցության մասին փոխհմբռնման հուշագիր։ Բաքվում ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում նախատեսված է Ադրբեջանի կողմից հայգերիների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորումը եւ կեղծ դատավարությունները խորագրով քննարկումը։ Վանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին, մինչև այդ ադրբեջանական կողմը կրկին մեղադրել է Հայաստանին խաղաղության գործընթացն իբր խափանելու եւ ռևանշիզմի համար։ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը եւ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արաշ Ավերկյանն անդրադարձ են կատարել Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին։ Նախատեսված է Նարեկ Մկրտչյանի ելույթը միջոցառման ընդհանուր քննարկման, նաեւ նախարարական կլոր սեղանի շրջանակում։ Առավոտյան Երևան-Մոսկվա չվերթի Aeroflot ավիաընկերության ինքնաթիռ, որը պետք է վայրեջք կատարեր Շերեմետիևո օդանավակայանում, հարկադիր վայրեջք է կատարել Վոլգոգրադում։ Մարտի 11-ին ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս։ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ մեկն անհետ կորել է։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է խարդախության դեպքերի մասին, ընդգծելով, որ կառույցի ղեկավարության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում։ Մասնավորապես ոստիկանության ղեկավարության անունից էլեկտրոնային փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր եւ նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք եւ ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը, վճարել 400,000 դրամ իբր դատական գործից խուսափելու համար։ Ենք, որ դա խարդախություն է եւ չի համապատասխանում իրականության։ Եթե ստացել եք նման հաղորդագրություն, մի պատասխանեք եւ մի փոխանցեք գումար։ Հորդորում ենք անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց։ Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարի։ Կանադայի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո Ջասթին Տրյուդոն խորհրդարանի համայնքների պալատից հեռացել է իր աթոռը ձեռքին, բացի այդ նա նայելով տեսախցիկներին լեզուն դուրս է հանել։ Լուսանկարիչները ֆիքսել են այդ ուշագրավ պահը, լուսանկարն արագ տարածվել է սոցկայքերում։ Վոլոդիմիր Զելենսկին Սաուդյան Արաբիայում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցության եւ երկրի ապագային հավատալու համար։ Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաեւ ուկրաինացի գերիների վերադարձի եւ անվտանգության երաշխիքների հարցերը, անդրադարձել ներդրումների եւ տնտեսական երկկողմ գործակցության ոլորտին։ Անդրադառնալով ամերիկյան կողմի այդ հանդիպմանը Զելենսկին նշել է. «Հուսով եմ գործնական արդյունքներ կտեսնենք։ Ուկրաինայի դիրքորոշումն այդ բանակցություններում լիովին կառուցողական է լինելու»։
Ռուսաստանը հայտարարում է, որ Կուրսկի շրջանում իր զորքերը հետ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք եւ 12 բնակավայր։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն էլ հայտարարել է, որ Կուրսկում կռվող ուկրաինական զորքերը շրջապատման վտանգի տակ չեն, չնայած ռուսական ուժերի կողմից իրականացրած հակահարձակմանը, որում ներառված են Հյուսիսային Կորեայի զորքերը։ Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, մանկական խաղալիքների եւ վառելիքի պահիստներում, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, ուկրաինական կողմը պարբերաբար հաղորդում է խաղաղ շրջանների վրա ռուսական հարձակումների մասին, ռուսական կողմը հերքում է ուկրաինական քաղաքների եւ գյուղերի վրա թիրախային հարձակումները։ Ռուսաստանն իր հերթին հաղորդել է Մոսկվայի եւ Մերձմոսկովյան շրջանների վրա տասնյակ անօդաչու սարքերի հարձակման, բնակելի շենքերի վնասման մասին։ Նշվում է 1 զոհի եւ 3 վիրավորի մասին։